շատ աշխուժ երեխա է եղել, շատ։ Որպեսզի շատ բան խոսենք, պետք է մի 20 տարի հետ գնանք։ Բայց լավագույն հիշողություններն են մեր մեջ մնացել, քանի որ նա բարիության եւ ազնվության չափանիշ է եղել, դա կրթված է եղել իր մեջ։ Իր ամեն մեկ այլ մանկությունից ոնց որ այսօր ծնված լինի, սաղ հիշողությանս մեջ ամեն ինչով ջոգվում էր մնացած երեխեքից թողնելիցս սաղից ինքը ուրիշ սևի էր, ուրիշ մտածելակերպ ուներ։ Շատ սրտացավ եղբայր է եղել, բոլորից միշտ զանգում էր, հարցնում էր ամեն ինչ նորմալ է մեզ մոտ, թե ոչ, շատ կապված ենք եղել իր հետ։ Բնությունը շատ է սիրել, շատ։ Դպրոցից անմիջապես գնում էր այգիները օգնելու, ինչու ոչ, աշխատելու, ամեն ինչի մասին հոգ էր տանում, ծնողասեր, հարազատասեր, ընկերասեր, հասնող։ Մի բակից ենք եղել, շատ ընկերասեր, ընկերության մեջ տարբերվող, երբ որ փոքր էինք, միշտ իրար հետ շատ մոտիկ էինք էլի։ Զանգում էր, ասում էր միշտ լավ է լինելու, միշտ լավ է լինելու։ Իրար հետ ընկերություն ենք արել առաջին դասարանից, պլաններ ուներ, ասում էր ուվալնյատ լինենք, աշխատենք, մեր տանիքին ասում էր հորս չեմ թողելու աշխատի։ Մեր ամեն ինչով ապահովելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ հերս ոչ մի բանի շնեղվի, ոչ մի բանի կարիք չունենա։ Շտ լավատես ա եղել։ Ինքը սպորտով էր զբաղվում, բոքսյոր։ Եվ առաջընթացը շատ բարձր էր։ Միշտ ասում էր պապային, մամային, որ պապ ջան, մամ ջան, գնամ բանակ գամ, ֆիզկուլտ ինստիտուտ կընդունվեմ։ Հպարտանում էինք, ինչ ճիշտ է, ճիշտ, շատ էինք հպարտանում իրանով։ Թորնիկները երբեք վատը չեն լինում, երբեք։ Ես մեծ հույսեր ունեի իր հետ, մեծ հույսեր։ Միշտ նոր տարին որ գալիս էր, ասում էր՝ տա, վեր կաց ու արի ուղիղ մեր տուն։ Ասում եմ՝ բալես, բայլուր պիտի կգամ։ Ջիգարով երեխա էր շատ։ 44 օրյա պատերազմը երբ որ սկսվավ, ինքը շատ էր նեղվում։ Ասում էր գնանք, տղեկի մոտ լինենք, շատ հեռուն էր մտածում էլի։ Դպրոց հալա չեր ավարտել, արդեն բաբիսկեն եկավ, այնա եկավ։ Ինքը մտածել էր, որ սովորեց, չհասցրեց, ասեց լավ է թամ կամ նոր գործերս կտամ։ Ինքը ամեն ինչ ուզում էր հասնել։ Պապ ջան չմտածես, մամ ջան չմտածես։ Ես ամեն ինչ կանեմ, ինքը ազատ ժամանակ չէր գտնում, ինքը ազատ ժամանակ չէր ունենում։ Բանակ գնալուց առաջ արդեն ամսի 22-ին հուլիսի իր սենյակի դռան մոտ վերևին հատվածում սրբանկար էր կպցրել, հարցրեցի տիկ ինչի համար ես էդ արել, ասեց որտեղ մտնելուց հիշեք, որ սրբավայր եք մտնելու, զգում էր ինչ որ երևի մի բան, բայց երբեք չի բարձրաձայնել դրա մասին։ Բոլորին համբյուրեց, ստեսություն արեց, լավ մնացեք, այսպես էլի տղամարդի տեսքով բան։ Մենք էլ էինք ուրախանում, ինքը ասում էր՝ բա տղամարդ եմ, պիտի գնամ, որ տղամարդ դառնամ։ Ինքը չէր մտածում ինչ որ վատ բանի մասին։ Ասում է բոլոր տղաներն էլ պիտի բանակ ծառայեն, բոլորը։ Ինքը ուրախացած էր գնում, ասում են ինչ մտածես, են էլ այդ էներգիան կձգես դեպի քեզ։ Լավն էի մտածում։ Անգամ ճանապարհ դնելուց աղոտ քարեցի, խաչակ ընկեցի երեխուս, հերվից խաչակ ընկեցի, լավ նպատակների համար, որ երեխես իհարկե հետ գար։ Միայն իմ երեխեն չի, բոլոր մեր տղաները։ Մի քանի օրվա տարբերությամբ գնացել ենք բանակ։ Տիգրանը Գիրովականում էր, ես Վարդենիսում։ Հետո տեղափոխեցին ինձ Ջերմուկ, մի քանի ամիս հետո լուրը հասավ, որ իմացանք Տիգրանցն էլ պիտի բերեն Ջերմուկ։ Շատ ուրախացա, դե լավ է էլի։ Քո մանկության ընկերը քո իմացած տղեն գալիս է քո հետ իր հետ ծառայությունը անցկացնելու։ Մի 2-3 ամիս ենք ծառայել իրար հետ, շատ չենք ծառայել, հետո ինձ տեղափոխեցին նորից Վարդենիս։ Բայց այդ մի քանի ամսվա մեջ էլ ոչ մի բանից չի նեղվել, ոչ մի բանից, ծառայությունից, դրսի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, որ իրան որ անհանգստացնի։ Միշտ հույս է տալի, հույսը չի կորցրել ինքը։
Ինքը բոլորի հետ կապ ուներ, միշտ լավն էր խոսացել, միշտ լավը։ Աստվածաշունչը հետը տարել էր, այնտեղ դիրքերը կարդում էր։ Միշտ ինձ ասում էր, տա ջան, մի քիչ Աստծո խոսա, ինչ կլինի, դու իր հետ մոտիկ եղել ես, տեսել ես վերևը երկինք ասма, մի քիչ պատմի։ Այ ես զարմանում եմ, որ երիտասարդ տղան կարող է այս դարաշրջանի երեխան աստվածավախ լինի ու աստվածասեր։ Ես հպարտանում էի նրանով, սարսափելի ձևի։ Իրանի ծառայության ընթացքում եմ սկսել դերմություն անել, ընկերություն անել, գիրովական էինք ծառայում այդ ժամանակ։ Քիչ էինք շփվում էլի, բայց էլի մտերմություն անում էինք, հետո տեղափոխվեցինք Ջերմուկ, այդ ժամանակ սկսեցինք ավելի շատ շփվել, ավելի մտերմություն ընկերություն անել, ընդհանրապես չէր բողոքում իր ծառայությունից։ Բոլորին դուխ էր տալիս։ Երբ որ պատերազմը սկսավ սեպտեմբերի 13-ի գիշերը, սեպտեմբերի 12-ին ժամը 11-ին զանգեց, բա դուխը չգցես հանգարց, սաղ լավա լինելու, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ։ Երրորդ տարին մենք չենք կարող տեղներս գտնենք։ Սեպտեմբերի 12-ն էր, իրիկվա ժամը 8-ն էր զանգ եկավ, որ չտեսա Տիգրանսը, հեռախոսը վերցրի, սկսեց խոսալ ու երկար խոսած։ Սաղից հացը փորձ անելով, սաղ ամենքից, պապան զանգում եմ անհասանելիա, սաղի հետ ուզում էր, պապիս հետ խոսամ, էն, ամեն ինչ երկար խոսած, ես ախ մտա մեջս, վայ Տիգրան ջան կտենան հեռախոսը ձեռը, այդքան երկար ինչի խոսացիր, արի լավ, չէ լավ տա ջան, հանգիստ է լավա, գիշերը խաբարեն էլ արդեն, որ ընդեղ Ջերմուկում խարավ իրավիճակա, ես տեղից բանից տեղը չեմ էլ առավոտելա, գնում եմ, որ այդ համ քուրծի տնից հարցս ասեց, մամա, ախար կռվա, սաղ գնացել են Ջերմուկ, ոնց, ինչ, սաղ տղեր կսել են, սաղ գնացել են, ասել Ջերմուկ ես լբանից խաբար չեմ։ Ես եղել եմ 106 պոստում, ինքը 113 պոստում։ Ոնց որ ինքը ես թվում, մենք են թվում ալի։ Առաջին իրենց պոստին են կրակել, հետո նոր մնացած պոստերին էլի։ Ժամը 12:21 տենց մեր պոստերին են սկսի կրակելը։ Շրջափակման մեջ են գցել իրենց կողմը, մտնել թիկունքից էլի։ Անդադես փորձում էի կապի դուրս գամ իր հետ տենում ոնց է ինչա։ Դե 12-ից տես 10-ի կողմերը գրել եմ իրան, չի պատասխանել արդեն։ Մի օր հետո նոր իմացել ենք, որ իրենց պոստից մարդ չի մնացել։ Դες Վարդանիս է ամեն ձև փորձում էի, որ կապ հաստատեմ տնամ ինչ կա տեղեկից, համ իրանցից, համ մնացած տեղեկից բոլորից տեղեկություն էի ուզում իմանալ։ Իմացա, որ լուրջ չկա, ոչ մեկ տեղյակ չի ինչա կատարվել, ինչը դե իրանց պոստի վրա էին խփել առաջինը։ Հետո մի քանի օր հետո արդեն լուրը հասա, որ դեպքը տեղի է ունեցել։ 10 օր լուր չենք ունեցել, անընդհատ սպասում էինք, բոլորին, չգիտեմ, հանգստացնում էի, ասում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև վստահ էի, որ հաստատ մի տեղից զանգ կգա ու կասի, որ ամեն ինչ լավ է, բայց որ այդ ամեն ինչի մասին իմացա, չգիտեմ, ինչ կատարվեց հետս, պատահական եմ իմացել ու լսել այդ մասին, որտեղ չէին ասում միջև վերջ, ու շատ ծանր եմ տարել այդ մասին, որ իմացել եմ, որտեղ շատ դժվար էր գիտակցել ու հասկանալ նման բանի մասին։ Ինձ տեղեկացրել են, որ պոստում ամենավերջինը ինքն է զոհվել, նռնակը քաշելով, ու ինքը միշտ ասում էր, եթե ես ընկնեմ գերի, նռնակը կքաշեմ։ Ներքևում էլ չհասնում էլ զորամասում, եղել է իր կարգախոսն է եղել, միշտ ասում էր, որ ինչ որ դեպք լինի Աստվածաշան, ինչ որ պատերազմական իրավիճակ լինի, ասում էր կրանալը կքաշեմ, կմտնեմ մեջները։ Դա իր կարգախոսն է եղել, էլի։ Միշտ ասում էր ու տենց էլ արեց իր խոսքի տեր եղավ։